Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ աստղ ընկնելուց երազանք եք պահում, պահեք այնպիսի երազանք, որ աստղը ամոթից տեղում չմնա։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Դուք արդեն շատ լավ գիտեք, որ 5 շաբթի օրերը ժամը 22:30 մենք միասին հանդիպում ենք, իհարկե մեր տաղավարում ճանաչված, սիրված, լավ մարդիկ են միշտ հյուրընկալվում, ում հետ իհարկե մենք հաճելի հարցազրույց ենք տանում, այնպես որ այսօր նույնպես լինելու այդ ամենը, իհարկե հաճելի հարցազրույց, իհարկե մի փոքրիկ խաղ մեր հյուրի հետ եւ իհարկե անակնկալ հյուրի կողմից, այնպես որ ինչ եք անում դուք այս պահին, դուք դիտում եք Armenian Evening, ինչ ենք անում մենք, դե մենք ոնց որ ասած սկսեցինք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերին շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Ձեր շրջապատում, եթե կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ, ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center-ը կազմակերպություն է, որը օգնում է մարդկանց, մասնագետները վերադարձնում են լիարժեք կյանքի, այնպես որ եթե արդեն կա խնդիր, չգիտեք ինչ անեք, ապա միշտ իմացեք, որ 911 Detox Center կազմակերպությունը ձեր կողքին է, կօգնեն ձեզ եւ կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է արդեն սիրված բոլորի կողմից Armenian Maf Club-ը, որը գտնվում է Բրբան քաղաքում, որի շուրջ հավաքում է շատ մարդկանց, ովքեր առաջին հերթին իհարկե խաղում են մաֆիա, լավ հաճելի ժամանակ են անցկացնում, միասին ծանոթանում, մի խոսքով լավ հաճելի պարզապես երեկոներ են միասին անցկացնում, այնպես որ դուք նույնպես կարող եք դառնալ այդ ամենի մասնակիցը զանգարելով 424 408 40 Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եգիպտոսում վիրաբույժները տղամարդու օրգանիզմից դուրս են բերել 6 ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը։ Ոստեղ գիտեք հարցը այն չէ ոնց է ինքը 6 ամիս ապրել նման կերպ, հարցը նրանում է ոնց է այդ մարդը կարողացել 6 ամիս ապրել առանց հեռախոս։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենտրոնացված աշխատանքը համակարգչի առաջ կարող է հանգեցնել դեպրեսիայի եւ իմպոտենցիայի։ Իդեպ ուզում եմ մի փոքրիկ այստեղ նշել, սկզբից իմպոտենցիայի, հետո նոր դեպրեսիայի։ Այսքանն էին այսօրվա նորությունները սիրելի հեռուստադիտողներ, մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է, գիտեք, ներկայացնելու կարիք չկա, բայց ես այնուամենայնիվ անպայման ուզում եմ ներկայացնել երգահան, գիտարահար, նկարիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյանը։ Մարտին ջան, բարի երեկո։ Բարի օր, բարի օր։ Շնորհակալ եմ հարավերքս չմերժելու համար, շնորհակալ եմ, որ այս երեկոն միասին կանցկացնենք։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Մարտին, ես մի անգամից ուզում եմ մեր այսօրվա հարցազրույցը սկսել, մի քանի օր առաջ տեղի ունեցավ հրաշալի մի համերգ։ Ես գիտեմ, որ այսպես չպլանավորված չէր, բայց այնուամենայնիվ մի գեղեցիկ, մի հրաշալի համերգ։ Մի քիչ կխնդրեմ պատմես, ինչ ոնց ստացվեց առհասարակ եւ իհարկե ոնց անցավ։ Դե ասեմ Արմեն ջան, ինչպես ասեցիր, մենք չէինք նախատեսել, հանկարծակի եղավ եւ ասեմ անուններ ասեմ թե ինչ։ Այո, իհարկե, Մերժան Մարգարյանի մտահղացումներ, ջութակահար, մեր լավ ընկերոջ եւ իհարկե Ռուբեն Թելունցը միացավ եւ այսպես մենք գնացինք եւ մեր հարգարժան Արամը մեզ լավ ընդունեց եւ շատ լավ որոշեցինք, որ մի այսպեսի հետաքրքիր համերգ հանդիպում կազմակերպենք եւ մեր ընկերները նույնպես մասնակցեն, որոնք այստեղ են ապրում եւ երգել են իմ ստեղծագործություններից
շատերը, ասենք, այդպես ամեն ինչ անկանխատեսելի ստացվեց ու որոշվեց։ Եվ շատ լավ ստացվեց, որովհետև ես լսել եմ, ցավոք իհարկե չկարողացա ներկայացնել, բայց լսել եմ, որ շատ հրաշալի անցավ, շատ հաճել, լավ լեփլեցուն Գոհ են մնացել, կարևորը դա է, ինձ համար դա շատ կարևոր է, որ ասենք ովքեր եկել էին, իհարկե մի մեծ մասը իմ հարազատ մարդիկ էին, այն ընկերներ, որոնց ես շուտվանից չէի տեսել, ճիշտն ասած, եւ ուրախալի էր դրանով էլ, որ առիթ եղավ։ Այո, իհարկե, եւս մեկ անգամ հանդիպելու։ Այն էլ այն երգերի, այդ գիտեք, այն լավ երգերի, որը կարծում եմ բոլորը կարոտել են։ Այսպես թույլ տուր դա արդեն հետո այսպես ասենք մենք, հա։ Լավ, Մարդ ջան, հիմա մի քիչ ուզում եմ առհասարակ խոսել անցած օղու մասին, ընդհանրապես, գիտես, գիտարահար, ոչ պակաս տաղանդավոր նկարիչ։ Այ սա որոշակի առումով մենք իհարկե խոսենք այդ ամեն մեկի մասին առանձին եւ խոսենք այսպես գիտարահար որպես եւ որպես նկարիչ, բայց ոնց այդ համատեղությունը տեղ ունեցավ եւ խնդրեմ մի քիչ առանձին ամեն մի այդ այսպես ուղղվածության մասին պատմես եւ այնուհետեւ ես նաեւ նկարի հետ կապված նաեւ բան մեր հեռուստադիտողներին կցուցադրեմ։ Դե ասեմ, նկարչությունը ավելի վաղ է, որովհետեւ դե փոքր ժամանական սկսեցի նկարել, ինչպես շատ երեխաներ, իսկ երաժշտությունը արդեն ուներ իր բարդությունները, քանի որ մենք այնպիսի տեղ էինք բնակվում, որ երաժշտական դպրոց մոտիկ տարածքում չկար, եւ դժվարություն էր, որովհետեւ հայրս ջութակահար է եղել, բավական լավ, ինքը Իտալիայում է ուսանել, բայց չստացվեց, որովհետեւ 5-6 տարեկանից արդեն պետք էր գնալ, իսկ մոտիկ տեղում չկար դա, դպրոց համապատասխան երաժշտական, եւ հետաձգվեց ինչ-որ ձևով, բայց արդեն որ գիտարը սկսեց իր այդ հաղթարշավը ամբողջ աշխարհով մեր մոտ նույնպես մենք սկսեցինք որոշել զբաղվել, բոլորիս հիվանդությունը դարձավ դա ու գտանք մեր ուսուցչին, սկսեցինք պարապել, սովորել ու այդպես երաժշտական բանն էլ իր հետ սկսեց զուգահեռ գնալ նկարչությանը։ Բայց նկարչությունը իհարկե ես սկսեցի պրոֆեսիոնալ Թերլեմեզյանից, 8-րդից գնացի միջնակարգից, ուրեմն Թերլեմեզյան, գերազանց ավարտեցի, հետո գեղարվեստաթատերական ինստիտուտում ավարտել, գեղանկարչական բաժինը Թերլեմեզյանում, իսկ գրաֆիկ դիզայնի բաժինը արդեն ինստիտուտում։ Ես իդեպ ուզում եմ անպայման նշել, որ նաև եթե ես չեմ սխալվում, խնդրեմ իհարկե դու ինձ ուղղես, Գեղարվեստական թատերական ինստիտուտում դու նաև ավարտել ես արդյունաբերական էսթետիկա, Դա ընդհանուր հա դա ընդհանուր, որտեղ ես ուզում եմ հասկանալ որն է արդյունաբերական էսթետիկա։ Այսպեսի բան կար նրբություն, այն դիզայն բառը ընդհանրապես մեր մոտ տարածված չէր, չգիտեին, առաջինը մենք այդ մեր կուրսն էր ոնց առաջինը եւ արդյունաբերական էսթետիկա էր կոչվում ամբողջ մեր ֆակուլտետը ամբողջ, որից 8 հոգի բաժանված էին գրաֆիկ դիզայնի բաժնում։ Այսպես ընդհանուր մենք հանրակրթական դա բաները դասերը բան իրար հետ էինք անցնում, բայց մասնագիտական առանձնանում էինք։ Շատ լավ հետաքրքիր է, որովհետեւ արդյունաբերական էսթետիկան ինքը շատ բավականին հետաքրքիր է։ Որտեւ այնտեղ նույնիսկ ասենք մեքենաների դիզայն, ասենք նույն տրակտորներ եւ այլ այդ ընդգրկված էր այդ ամեն ինչը մեջը, իսկ մերը ավելի գրաֆիկ դիզայն, ասենք ինտերիերի ձևավորում, ասենք այս փաթեթավորումներ, նույնիսկ այդ ամեն ինչը քաղցրավենիքից սկսած մտնում էր դրա մեջ։ Հետաքրքիր է շատ։ Եվ այո, ես համաձայն եմ քեզ հետ, որովհետեւ դիզայն բառը մենք դեռ փաստորեն այսպես CD շապիկներ եւ այլ գրքերի ձևավորումներ եւ այլն։ Ես իդեպ ուզում եմ անպայման սա ցույց տալ, սա երաժշտություն ներկա բնակում, հա։ Հիմա ասեմ ինչ նրբություն, ուրեմն որ միշտ ինձ ներկայացնում ես այսպես եմ բանանում, նկարիչ երգահան, բայց շատերը ասենք չեն իմանում, որ ես նկարչությամբ լուրջ զբաղվում։ Ու բավականին այսպես տեսնում եք ստեղծագործությունները, ու դրա համար այս ցուցահանդեսը անցյալ տարի ես կազմակերպեցի մեծ նկարչի տան մեծ դահլիճում, հատուկ այդ կատալոգը, այդ ցուցահանդեսի կատալոգն է, որը վերնագիրն էլ հայտարարքիր տես, ինչ։ Այո, իհարկե, երաժշտությունը ներկա բնակում, այսինքն ես գործեր ունեմ, որոնք այդտեղ հենց QR կոդով կարող ես լսել, որոնք որ երաժշտություն նկար են դարձել։ QR կոդերը, Հա, ուրեմն դա երգ է, երգ կոնկրետի, որը որ QR կոդ ունի, կարող ես հեռախոսը դնել եւ լսել համապատասխան տեսահոլովակը, երգը, այդ տարբերակով ենք արել։
Մի խոսքով դա էլ անցյալ տարի ենք արել։ Ես հրաշալի նախաձեռնություն, իդեպ իսկ առասարակ դա անում են այսպես, թե որտեվ ես չեմ լսել, որովհետև իմը համապատասխանում էր, ասենք ամեն մարդ պետք է ինքը համ երաժիշտ նկարիչ, որը բացի այդ էլ իր երաժշտության վրա նկար ասում։ Այսինքն ես կոնկրետ այդ նկարը հատուկ այդ երաժշտության հետ կապված եմ նկարել, ոչ թե պատահական եմ նկարել։ Դա իրոք յուրահատուկ, առանձնահատուկ եւ շատ ողջունելի։ Շատ լավ, Մարդ ջան, ես գիտեմ, որ եթե չեմ սխալվում, իհարկե գիտար նվագելը եւ շրջագայելը տեղի ունեցավ Արեգակ Դեկա խմբերի հետ, ճիշտ եմ հիշում։ Այդ խմբերից Այ խնդրեմ մի քիչ առասարակ այն ժամանակ, հա, ինչպես դա ստեղծվեց խումբը եւ եթե պարզապես զուգահեռ անցկացնենք գանք մեր օրերին, հնարավոր կլիներ այսօր նմանատիպ խումբ ստեղծել եւ շրջագայելը բնականաբար կլիներ։ Ավելի ճիշտ ասած, այդ խմբերից առաջ ես արդեն խմբերում նվագում էի։ Ասենք բանը մշակույթի պալատը կար, կուլտուրայի տուն էինք ասում, պալատ ավելի շուտ, երրորդ մասում Նայիրիդ գործարանի։ Նայիրիդ գործարանի պալատը։ Խումբ ուներ ինքը, տարբեր խմբեր ուներ, եւ այդ էստրադային խմբի ես սոլիստն էի, գիտարահար եւ երգում էի, այդպես սկսվեց ավելի շուտ այդ ամեն ինչը։ Հետագայում արդեն ոնց որ կարդացիր Արեգակը եւ Դեկա խմբերը ես էլ եմ ղեկավարել, բայց այդ Արեգակ խումբը շատ լուրջ պրոֆեսիոնալ մարդկանցով էր կազմված, ասեմ ֆիզիկայի ինստիտուտի խումբն էր, Աչափնյակում գտնվող, որը հիմա այդ հերոստա կենտրոն է դարձել, ոնց էր կոչվում Դոմուչոնը կարծեմ գիտնականներ։ Ֆիզիկա ես գիտեմ, այո, չիմա։ Եվ մենք այդտեղի խումբն էինք եւ ասեմ ովքեր էին երաժիշտները, ինչ հայտնի երաժիշտներ։ Գրիշա Բալագյան, թմբկահար, ուրեմն Տաթևիկ Հովհաննիսյան երգչուհի, Զարա Տոնիկյան երգչուհի, ուրեմն Ալեքսանդր Դիվանյան ղեկավարն էր սկզբում եւ սաքսոֆոնահար եւ բացի սցենարիստ, որի սցենարներով ֆիլմեր են նկարահանված։ Ցավոք մի մասը արգելված էին, չեն ցուցադրվել, այդ սովետական միության ժամանակ արգելված ֆիլմերի մեջ էր մտնում այդ բաները, սցենարները։ Բացի այդ ուրեմն այնտեղ ուրեմն Ժորաներ Մանգասարյան գիտարիստ նույնպես։ Ուզում եմ ասեմ դա լուրջ այո, լուրջ շատ լավ երաժիշտներ, ուզում եմ նույնիսկ մենք Լևոն Մալխասյանի հետ էլ գնացինք, քանի որ մենք ֆիզիկայի ինստիտուտի խումբն էինք, միջոցառում էր Մոսկվայում եւ հաղթեցինք, առաջի տեղը վերցրեցինք։ Դա չի իմանում, շատ լավ։ Այդ կոնկուրսներ այդ տարիներին։ Հետաքրքիր է։ Այ հիմա Այմա այս վերցնենք մեր օր զուգահեռ անցկացնենք եւ նմանատիպ լուրջ երաժիշտները դժվար չէ այսօր երեք։ Դժվար, բայց կան հիմա մի քիչ փոփոխություն կա, համեմատած մի քանի տարի առաջ չկար դա, որովհետեւ նույն երաժիշտները հրավիրվում էին, ասենք մեր ժամանակ ինչ տարբերություն կար։ Եթե մենք ունեինք այս, ասենք, բաս գիտարիստը կամ թմբկահար հարվածային գործիքների ուրեմն երաժիշտը, նա իրավունք չուներ գնալու կամ մեր մտքով չէր ասում, որ կարող է նա մի ինչ որ ուրիշ խմբի հետ մասնակցի։ Պետք է անպայման մեր խմբը թեկուզ թույլ լինի, բայց մերը պետք է լիներ։ Այսինքն, եթե հիշես, այն ժամանակվա խմբերը բոլորը իրենց կազմը ունեին, անփոփոխ։ Այսինքն իրա երգիչ ունեին, իրենց գիտարահար ունեին, այսինքն հարվածային գործիքներով բաս գիտարիստը եւ այլն, եւ սինտեզ նվագող, այսինքն այնպես չէր որ սա մի օր էստեղ է նվագում։ Հիմա այդ շատ է տարածված, չէ՞, այն ժամանակ չկար։ Հա, բայց հիմա այս վերջերս ասեմ, որ ուրախալի է իհարկե, որ կան խմբեր բավականին շատ եւ նույնիսկ մեծ խմբեր փողային մասով այդ նվագախմբի բանի հետ համագործակցելով լարային մասով, այսինքն այտենց ես տեսել եմ էլի արդեն կան գոյություն ունեն այդպիսի խմբեր, որոնք շատ լավ երաժիշտներով են ուրեմն աշխատում եւ շատ որակով երաժշտություն են սկսել մատուցել, ուրախալի է։ Դա շատ լավ է, ողջունել է, որովհետեւ կարծում եմ վերջի տարիներին այնուամենայնիվ այդ ամենի պակասը կա, որովհետեւ Այն ժամանակ դպրոցներում կար խմբեր։ Ամեն մի դպրոց իր խումբը ուներ։ Ամեն այդ արտադրամաս գործարանի իր խումբը ուներ։ Պատկերացրու ինչքան խմբեր։ Դե այն ժամանակ այո, այդ ամենը երևի ավելի շատ էր։ Ես անգամ հիշում եմ, որ մեր Բաքվում մենք այդ Բաքվում մի փոքրիկ խումբ ենք, այդ ճամբարների վրա, բակային ճամբարներում։ Ամեն կար, այդ ամենը կար, այո, շատ էր։ Շատ էր։ Հիմա չգիտեմ, դե գուցե այսպես մի քիչ ավելի ամենը փոխվել է եւ բայց իհարկե այդ հինը կարծում եմ ամենալավն է, որը կա մնացել է եւ պետք է այդ առավելություններից էր այն ժամանակվա, միանշանակ։
Բազմաթիվ դու Մարջան երկերի իհարկե հեղինակներ ես, բազմաթիվ երկերի, բայց օրինակ տվյալ պարագայում ինձ շատ հետաքրքիր է, սկզբից նկարը նկարում ես, հետո երգը ստեղծվում, թե սկզբից այսպես երգն է ստեղծվում, ըստ երգի նկարը։ Դե այս ցուցահանդեսի հետ կապված է դա եղել ավելի շատ։ Հա, իսկ առհասարակ դա չէ։ Հա, ընդհանրապես երկիր կա, որ ես մասնակցել եմ, ասենք, փառատոն է եղել, կամ ինքը ինքնիրեն է եկել, այդ ավելի իմ սիրած ձևն է, որ ասենք ոչ կողքից լծակ չկա, ասենք, որ քեզ ասի պետք է ինչ-որ մրցույթ լինի, դու պետք է երգ գրես կամ ինչ-որ պատվեր է, այդ մի քիչ ուրիշ է լինում։ Իսկ երբ որ արդեն ինքնաբուխ ներսից է գալիս, դա առավելությունը շատ է էլի դրա։ Իսկ ես գիտեմ, որ նաև այ խոսեցինք նկարների մասին, դու նաև, եթե չեմ սխալվում, նկարիչների միության անդամ ես, արդեն երկար տարիներ։ Այ դա պարզապես ինչու՞մ է կայանում, օրինակ, որպես իհարկե նկարիչների միության անդամ, դե հասկանալ է դա։ Բայց ինչու՞մ է կայանում գործ, այսինքն ինչ է անում, այո, առավելություն կամ գործառույթ, չգիտեմ։ Դե ասեմ առանձնապես այնքան որ դու ցուցադրվում ես, հնարավորություն է տրվում ցուցադրվելու, անհատական ցուցահանդեսներ բացելու։ Մենք ունենք նկարիչների միությունը Փարիզում էլ ունի այնտեղ մնալու տեղ, բնակարան կա, որտեղ կարող ես օգտվել, գնալ ասենք մինչև 2 ամիս կամ բան այնտեղ ստեղծագործել, այդպիսի առավելություն կա։ Բացի այդ ունենք նաև ուրիշ Սևանի ափին ունենք նկարչի, ուրեմն նկարիչների հետ հանգստյան գոտի ունենք, որը նույնպես առիթ է տալիս, ասենք հնարավորություն է տալիս ոչ շատ թանկ գներով այնտեղ հանգստանալ եւ ստեղծագործել։ Հիմնականում դա է եւ ուրիշ բաներ էլ է լինում իհարկե, եթե առիթ է լինում, ասենք, որ պետական բանով, մասշտաբով կամ մոտեցումով այդ ինչ-որ բաներ արվի ցուցահանդեսներ եւ այլն, այս կարգի տեղը գալիս է, որ անհրաժեշտությունը լինում է նկարիչների միության։ Շատ լավ, Մարջան, եւ մի այսպիսի հարց, երգերը, որը իհարկե դու ինքդ գրում ես, ինքդ երգում ես, դա շատ յուրահատուկ են, ունի շատ ուղղվածություն, որը այսպես շատ մոտիկ, մարդամոտիկ է այսպես շատ, բայց եթե այլ երգիչներ են, հա ուզում որևէ երգեր, եւ տարբերվում է ոճայինը, այդ դու ստեղծագործում ես, թե այնուամենայնիվ ասում ես Օրինակ ես ունեմ գործեր, օրինակ իմ անուշ հայրենիքը կոնկրետ, իմ գործը, ես դա երբեք չեմ երգել, չեմ էլ փորձի երգել, դա հատուկ ուրեմն ձայնային տվյալներ է պետք եւ դե գիտեք ով է երևի երգել, Շուրան Պետրոսյանն է երգել այդ երգը եւ դափնեկիր է դարձել այդ երգը։ Ես հատուկ իրեն նկատի եմ ունեցել, որ նա պետք է երգի։ Այստեղ էլ հրաշալի երգեց մեր Անահիտը Ներսիսյան։ Հրաշալի երգեց։ Ուրիշ մարդ, ասենք կատարումից դուրս չի եկել, էլի, որտեղ ինքը մի քիչ ուրիշ երգ է, այսինքն պետք է որակը շատ բարձր հանդիսատեսին բանանել, ներկայացնել։ Բայց կան նույնպես ուրիշ երգեր, որ ես արդեն մտածում եմ, օրինակ կոնկրետ որ երգիչ։ Իսկ կան երգեր, որ արդեն եթե հավանել են, ուրիշներն էլ են կատարում, ես դեմ չեմ։ Չէ, իսկ օրինակ ես մի քիչ ինչ էի դա հարցնում, որովհետև դե կան կոմերցիոն երգեր, որը այնպես է առհասարակ վերաբերվում այդ կոմերցիոն երգերին, որովհետև դե կարծում եմ դա այն չէ, ինչ քեզ մոտ է։ Ես հիմնականում կոմերցիոն եղել է այսպես, ես մրցույթ է եղել, փառատոն է եղել, այսինքն այդպիսի դրդապատճառներ կամ ինձ ասել են հիմներ եմ գրել, ասենք նույնիսկ Հայրուս Գազարտի հիմնը գրել եմ տասամյակներ, եւ շատ հետաքրքիր պատմություն ուներ դա, որովհետեւ որ ինձ ասացին, այնտեղ չէին ասում ինչ ձևով պետք է արվի, այդ տեքստը գրեցին, ջերմության կամուրջ էր կոչվում, վերնագիրը, ես իհարկե ընտրեցի եւ անպայման ռոքի մեջ էին ուզում, ես դա էլ պատճառ ուներ, թե ինչի ռոքի մեջ։ Ես ընտրեցի երգիչներին, որոնք մեր լավագույն երևի այդ կատարողներն են, Գորսուջյանի եւ Սարգիսը, Էմպիրեի խմբի, մի խոսքով, այդ գործը այդպես կատարեցինք, այսինքն ես արդեն գիտեի ինչ եմ անելու։ Կան, որ ասեք գործը ինքը օրիորդաց տուն է կոչվում, որը ինձ շատ մոտիկ է, ես վարչության անդամ եմ այդ օրիորդաց տան, որոնք մեծ գործ են անում, չգիտեմ դրա մասին ասեմ, թե չէ կարիքը կա, երբ որ աղջիկները որբանոցում 18 տարին լրանում է, նրանց թողում են կյանք եւ չպատրաստված, նրանք չունեն ոչ բնակարան ունեն, ոչ աշխատանք ունեն,
Եվ շատ հարցեր է առաջ գալի տրաֆիկինգի տակ են եւ այդպես այդ կազմակերպած այդ մեր տունը իջմիացնում, որը հավաքում է այդ աղջիկներից ընտրություն անելով, որոնց կրթություն է տրվում, հակուստ մինչև ամուսնացրել ենք։ Ես նույնիսկ հայրիկի դերում եմ եղել քանի անգամ, որտեղ չունեն իրենք հայրիկ։ Ես հայրիկի դերում եմ եղել, հուզիչ շատ տարկի բան։ Ու այդ իրենց հիմնը ես գրել եմ, կոչվում է մեր տուն, որտեղ այդ կազմակերպությունն է կոչվում է մեր տուն։ Ու այդ հիմնն եմ գրել, որը կատարել են մեր աստղերը էստրադայի եւ իրենք նույնիսկ հեռախոսների մեջ բոլորի դա էր իրենց ուրեմն հեռախոսի հասկանալի դա գրքիր է շատ լավ եւ մինչ անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին այսպիսի բաղվածություն եւ երգահան եւ նկարիչ գիտար այս ամենը ոնց ես կարողանում հասնել ես ուզում եմ ասել այսպես ես պարզապես ուզում եմ տեղեկացնել սիրելի հեռուստադիտողներ թե որքան երիտասարդ է մեր Մարտին Արոյանը ընդամենը 70-ամյակ անցյալ տարիներ ընդամենը 70-ամյակ այսպես երիտասարդ է հոգիչից էր անում այո եւս մեկ անգամ այո ապացույց թե որ որևէ հարցում այսպես մի ուշադրություն դարձեք տարիքի վրա որովհետեւ հարցածակ տարիքը կապ չունի։ Իսկ խանգարելը ընդհակառակ օգնում են։ Այո։ Այսինքն մեկը մյուսին շատ օգնում է։ Իհարկե երաշխությունը մեկ գլուխ է բարձրացնում, առաջի շարք է գալիս հիմնականում, որովհետև ես ասում եմ երաշխությունը թագուհին է, միշտ ասել իմ տեսանկյունից էդի արվեստների էլի, որովհետև ես շատ բարձր եմ դասում երաշխությունը անբացատրելի երևույթ է, ոչ շոշափում իրեն չես զգում ուրիշ ձևի, միայն տենց բան է, զգայարաններով ես։ Դրա համար երաշխությունը երևի մեկ առաջ է գալիս ավելի։ Շատ լավ։ Դե հիմա անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին, մի քիչ ավելի, այսպես զվարճալ է, մի քիչ հումորային էջ է, բայց քեզ համար շատ հեշտ է լինելու, որովհետև տվյալ պարագայում պարզապես լսելու ենք որոշ երգի հատվածներ, երգը ընդհատվելու է եւ 4 տարբերակ շարունակություն ասելու են, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Դե որպես պրոֆեսիոնալ իհարկե երաժիշտ երգահան ես չեմ հավատում գիտես ինչ բառերը մեր թուլությունն է իմիջայլոց ես լավ ընկերներ ունեմ ես ներողություն եմ խնդրում դուք սկզբից գրու այսինքն բառերը ես բառերի քիչ ունեմ գրած բայց քիչ ավելի ես մասնագետ չեմ այդ ավելի ես դիմում եմ իմ լավ ընկերներ ունեմ պրոֆեսիոնալ որոնք ինձ օգնում են այդ հարցում բայց միշտ միայն իմ այդ բանը չի էլ թուլությունը դերությունը որ մոռանում ենք այդ շատ անգամ երկի բառերը տեքստերը շատ բանա տարօրինակ նույնիսկ ես ասում եմ ես անունները չեմ ուզում տամ ասեք բլիսներում եմ եղել ու այդ երջույն դուրս գալիս է ասա բառերս ոնց ասում շուտ արա ասա ասում եմ լսի ասում եմ ես ինձ բառերի երկի չեմ հիշում մի խառի բայց որ մոռանում եք ոնց եք տակից դուրս գալ այդ բառը դե մարդ կա մի բան հնարում ասում կամ էլ ժամանակ ուղեղը եթե հանգարց մի հատ այնպես տարօրինակ մարդու տեսավ այնտեղ նստած կարող է լրիվ հաղթի այդ տեքստը իրան մոտից ու ինչ եղել է այդպես բան դրամա մենք ու անգամ նույն երգը նվագել ենք սկզբից մինչև այդ ես այդ իմ լավ ընկերոջը տաղանդավոր ինքը հանճարեղ մարդ է ասել եմ անցի դրա վրայից մի արի անցի էլի մի շարունակ ինքը նորից եկեք այնել ասել եմ ոնց էր այդտեղ իրա 8 անգամ դա գրքիր է լավ շատ լավ դե հիմա մենք կփորձենք կտեսնենք միասին իհարկե բայց կարծում եմ էլի հեշտ կլինի համենայն դեպս լավ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին հասնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին Մարտին Ահարոնյանի հետ միասին կփորձենք գուշակել երգի բառերը եւ իհարկե դուք նույնպես ակտիվորեն մեզ հետ մասնակցեք եւ դուք էլ փորձեք հաղթել։ Դե խնդրեմ առաջին երգի հատվածը միասին լսենք։ Շոյել քեզ իմ գրքում ու վաղուց ապրում ես դու իմ ու վաղուց ապրում ես դու իմ ես ուզում եմ շոյել քեզ իմ գրքում ու վաղուց ապրում ես դու իմ առաջինը հոգում երկրորդը սրտում երրորդը լյարդում շատ եւ չորրորդը լիս արած ապարտմենտում առաջի երկուսի մեջ է Արսեն Սաֆարյանն էր իհարկե այո Արսենը շատ լավ ընկեր է այո Արսենին ջերվորչուներ եւ Արտուրին նույնպես իր եղբորը հոգում ինչ թվում է
Բայց պասի դու չլսեցիր լիսարածը չէ, ապարտմենտ չէ, լյարդը չէ, այդ ոչ մի Չէ, դե իհարկե դրանք չէ, բայց կամ սրտում կամ հոգում, երևի հոգում։ Ինձ տենց եկավ։ Ես երկը ծանոթ էի ինձ, բայց բարերի հարցում ես ուզում եմ շոյել քեզ իմ գրկում ու վաղուց ապրում ես դու իմ հոգում, քո տարբերակը եւ երկրորդը, որը կարող է լինել, երբ ես քեզ ուզում եմ շոյել քեզ իմ գրկում ու վաղուց ապրում ես դու իմ սրտում։ Հա։ Բայց հոգում լավ։ Ես իհարկե Ես միշտ դա ասում եմ, առաջինը եթե անգամ սխալվում ենք, մենք հենց երկու հատ ունենք հաղթելու համար։ Հիմա դե իհարկե տվյալ պարագայում դե որոշակի առումով լիս արած ապարտմենտում կամ լիս արած լյարդում տամենք դնում մի կոմենտ դնում եւ այսպես հոգում եւ սրտում երկու նմանատիպ բան որ կարող է լինել Իմ կյանքից ավելի սիրում եմ քեզ, քո լուսե կարոտով ապրում եմ ես եւ ուզում եմ շոյել քեզ իմ գրկում ու վաղուց ապրում ես դու իմ ես հիմա պատկերացնում եմ եթե մեզ այս բանը դիտում է Արտուրը Սաֆարյան երգի հեղինակ Սրտում էլ է սրտում փոխեցի Հա որտեւ Այն էլ ումով վերջանում բայց ավելի սիրտ է բան էլի շոշափելի հոգին ավելի քիչ այ սրտում հա Սրտում ընտրեց Մարտինը, ճիշտ է դա թե ոչ մենք միասին այս բանին կլսենք եւ կանցնենք երկրորդ երգի հատվածին։ Խնդրեմ։ Իմ կյանքից ավելի սիրում եմ քեզ, քո լուսե կարոտով ապրում եմ ես Եվ ուզում եմ շոյել քեզ իմ գրկում ու վաղուց ապրում ես դու իմ սրտում Այո, մահազեր մնուս բայց տեսա ոնց փոխեցին մի անգամ։ Չէ, ես պրոֆեսիոնալ այդ է այո։ Բայց սկզբում ինքը ոնց որ ուզում էր էտել էր ինչ որ մոտիկը, բայց սիրտը ավելի սիրտն է սիրո։ Հայլի որոշակի առումով հոգում ապրելը, հա, սրտի հետ պետք է ապրել էլի։ Հոգում, որովհետև ոնց որ հոգին ավելի վեր բարձր, բայց սիրտը կոնկրետ աշխարհիկ եւ շատ լավ։ 1-0 մենք հաղթում ենք Մարտին Ահարոնյանի եւ հիմա սիրով եկեք լսենք երկրորդ երգի հատվածը, որը այստեղ եթե ես չեմ սխալվում, ինքս զգում եմ եւ վերջում է բառը։ Լսենք։ Երկար։ Շատ երկար է։ Այստեղ երկիչի ինչ է, երկիչը երկիչի իրեն։ Զբաղվի։ Որքան հեռանում ես, կարոտում եմ քեզ, ես սպասում եմ քեզ Որքան հեռանում ես կարոտում եմ քեզ, եւ սպասում եմ քեզ, եւ սիրում եմ քեզ, եւ սպասում եմ քեզ, եւ ստում եմ քեզ, եւ սպասում եմ քեզ, եւ ատում եմ քեզ, Չէ։ Առաջ էլի է։ եւ սպասում եմ քեզ, եւ զտում եմ քեզ։ Չէ, առաջինը ոնց էր, առաջինը սիրում եմ քեզ, երկրորդ Ստում եմ։ ստում եմ քեզ։ Բայց այդտեղ ատում է կա։ Չէ, ստումը չէ երևի։ Ստումը չէ, բայց ատելը կարող չէ եւ սիրի եւ ատի։ Ատել էլ կար։ Այո։ Սիրում եմ, ստում։ Որքան հեռանում ես կարոտում եմ քեզ, եւ սպասում եմ քեզ, եւ սիրում եմ քեզ, ստում եմ քեզ, ատում եմ քեզ, զտում եմ քեզ։ Ես օրինակ կընտրեի զտում եմ։ Ես ատումը չեմ ընտրի, ինչի՞ պետք է, որքան սպասում եմ, սիրում եմ քեզ երևի։ Չէ, բայց ինքը համ հնարավոր եւ սիրում է եւ ատի, չէ, որտեվ տես որքան սեր այնտեղ հետո ատելություն է։ Հա, բայց որքան հեռանում ես կարոտում եմ, այսինքն ինքը այսինքն տվյալ պարագայում հա խոսքը գնում են ինչ-որ մի երիտասարդի մասին ով հեռանում է եւ ես համ կարոտում եմ քեզ եւ սպասում եմ եւ ատում եմ որ դու հեռու ես այ այսպես ինչեր ասես որ չասեմ եթերի ժամանակ Հուշում ես որ ատելու վրա գնամ Չէ ես Չէ ոչ ես պարզապես լրում եմ Ես թողնում եմ այսպես դու որը ճիշտ գտնում ես դա էլ ընտրի
Ես սիրում եմ քեզ թողին, ես թող սխալվում եմ, ոչինչ։ Ես սիրում եմ քեզ, տեսակ ես ընդհանրապես չխառնվեցի եւ այսպես Մարտինին ընտրեց այս տարբերակը։ Ես սպասում եմ քեզ եւ սիրում եմ քեզ այս տարբերակը ընտրեց Մարտին Արոնյանը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք վերջին հատվածին։ Որքան հեռանում ես, կարոտում եմ քեզ, ես սպասում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։ Բրավո, ջաղ 2-0։ Արդեն հաղթել ենք։ Հիմա երրորդը բարձր, հա, արդեն հանգիստ կարող ես երրորդ մարտել ասեմ։ Արդեն երրորդը ինչ ուզում ես կարող ես ասել, երրորդի դեպ ուրիշ օրգանոմասնային խոսքը գնալու, դրա համար մարմնի մասի, դրա համար հանգիստ կարող ես ասել։ 2-0 հաղթում ենք եւ հիմա վերջին երրորդ հատվածը միասին կլսենք։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո գլխները, ծապ ծապ ծապ։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո բեխերը։ Եվ շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո այն, ինչ խանգարում է վատ պարողին։ Երևի ձեռքերը։ Ձեռքերը, բայց ինչու ոչ բեխերը, բեխերը։ Մորուքը կամ Մորոքը, այո, շարժում ենք ոտքերը, մեր դեպքում մորոքը։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո մորոքը, ծապ ծապ ծապ։ Ես ձեռքերը եմ դրել։ Ձեռքերը, իսկ գլխները։ Գլխները կարա շարժի, բայց դե ես իմ հանգերով Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո գլխները, ծապ ծապ ծապ։ գլխները մի քիչ ինձ համար ես ձեռքերը կընտրեի։ Դու ձեռքերը կընտրես, չէ՞, ես բան չեմ։ Հա։ Ձեռքեր։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, որից հետո, բայց երբ ձեռքերը շարժում հետո ոնց է ծապ 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 անում։ Շարժումը հետո ծափա տալիս։ Ամիշո՞։ Ես այդքան չխորացա ես իհարկե։ Այդ ժամանակ եթե գլուխն է շարժում, ձեռքերը ազատ է, բարձր, բայց Այդ եմ ասում։ Թե՞։ հաստատ երևում է լավ, ասել եմ։ Լավ։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, ծապ ծապ ծապ, այս տարբերակը ընտրեց Մարտին Արոնյանը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ, խնդրեմ։ Շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, ծապ ծապ ծապ։ Բրավո, մենք էլ ենք ծապ 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 անում հենց այս պայն։ Երկինք խանգարեր։ Կոնքերը, գլուխները, չէր, ձեռքերը։ Մենք քեզ բոլորով ծափահարում ենք, որովհետև 3-0 դու ջախջախի ճաշվով հաղթեցիր մեր այս փոքրիկ խաղը, եւս մեկ անգամ Սիլվա Հակոբյան։ այո, ջեն ողջունները մեծ եւ իհարկե Սիլվա եւ իհարկե առանձնատուկ ողջունային հայրիկին Հակոբին, որովհետև եթե ասում ենք Սիլվա, նշանակում է Հակոբ, Հակոբ ջան, ջեր ողջուներս քեզ։ Շատ լավ։ Դե Մարտ ջան, հիմա մենք մեր հաղորդման սկզբնամասում խոսեցինք համերգի մասին, որ տեղի ունեցավ։ Հիմա մի քիչ կխնդրեմ ավելի խոսենք լայն թեմաների մասին, ինչ մտքեր կա, ինչ գաղափարներ, գուցե նոր մտքեր համերգի ինչ որ մտքեր։ Դե կան նոր բան միշտ կա, որ ասենք նույնիսկ շատ անգամ չեմ ուզում ասել, որտեղ ոնց որ ասում ես չի կայանում։ Չի կայանում, այո։ Հա, անցյալ տարի էլ ունեի, բայց երկի ունեմ արդեն գրված է երկը ճիշտն ասած, ու հայ-չինական բարեկամությանն եմ ուզում նվիրել։ Օ, ինչ հետաքրքիր է։ Այսինքն երկ նվիրված հայ-չինական։ Չինարեն ու հայերեն է ինքը, գրված է արդեն ամեն ինչը։ Հիմա Բասի չիներեն, այսինքն բառերի վրա դու չէ, մենք գրել բառերը։ Ու թարգմանել են չիներեն։ Ահա, Գրողն է գրել իհարկե։ Գրողը գրել եւ Արևը եւ գինին այդպես է վերնագիրն։ հրաշալի։ Եվ Գաղափարը ինչի ստեղծվեց։ Ես այդպես մտահղացում եղա, որ ուզեցի անպայման աղջիկը չինուի լինի, այդպես։ Հիմա այդ ընտրությունն է կամ երկու հոգի դրա մեջ է գնում, որ որոշենք, որովհետև բարդ լեզու է մի քիչ,
Հենց, բայց տեսնենք էլի։ Հետո բայց դժվար կլինի նաև ընտրություն անել։ Հա, մենք չունենք մեծ ընտրություն։ Նմանությունը կա նաև այո շատ հետաքրքիր։ Թեկուզ մի աղջիկ ունենք, որը շատ լավ Չինաստանում էլ է եղել եւ ինքը դասական օպերային երգչուհի է։ Լավ տվյալներով, որը նույնիսկ Իտալիայում Grand Prix շահեց, բայց ուզում ենք անպայման որ հայ չլինի, էլի ավելի Իսկ երբ է դա նախատեսում, Դե արդեն անցել ենք, ուշացել ենք, արդեն 2 տարի մոտ անցավ։ Օ, 2 տարի։ Որտեղ նկարանունն էլ է մտածված դրա։ Ոչինչ, ուշանալը չէ կարող որտեղ միշտ է Հայաստան, Չինաստան, Հիմա ասեցի որ Մոշվիկը Միտքը Բանչյանի ասեմ այս այո, արդեն վերջ։ մենք ասել ենք, մենք ենք առաջին ասել։ Արդեն վերջ, այո, շատ լավ։ Շատ լավ, դե հետաքրքիր է իհարկե կսպասենք, ինչպես նաև իհարկե կսպասենք նորանոր համերգների, Մարտի ջան, որովհետև եւս մեկ անգամ ուզում եմ ասել, շատ հիանալի մարդ հաճելանալություն տաղանդավոր եւ միշտ քո այսպես երկերով երկար տարիներ իհարկե շատ մարդկանց ուրախացնում ես քո երկրպագուներին յուրահատուկ առանձնահատուկ եւ շատ սիրված այսպես իսկ հիմա մի փոքրիկ անակնկալ մեր հաղորդման ավարտին միշտ մեր երկիչներին երկի ասպարեզի մարդկանց միշտ խնդրում ենք մի փոքրիկ երգով իհարկե ավարտեն մեր հերոստատիտողների մեր ժողովրդի մեր բոլորի համար Բազմաթիվ քո երկերի այսպես երկեր ունես ու իհարկե, բայց մի հրաշալի շատ երգ կա, որը եթե ես չեմ սխալվում կոչվում է զբոսանք, հա, Երևանով շատ գեղեցիկ տեսահոլովակ է, այսպես սարի վրա դու նայրայի հետ վերադարձ Երևան, ահա։ Դա իմիջիալոց այդ երգը լավագույն Երևանի երգ է ճանաչվել, շուտ, բայց ահագին տարիներ առաջ էր Իսկ մենք նայրայի հետ կատարել ենք նոր մի քիչ ձևափոխել ենք, այսինքն նոր Մարտին ջան, դե այստեղ իհարկե դրսում մարդիկ գտնվելով իհարկե միշտ կարոտում են Երևանը, դրանում ոչ մի կասկած չկա, եւ այո, անպայման ուզում եմ մի հատ եթե դժվար չէ, լսենք այս երգը եւ գուցե հենց այս երգը լսելուց շատ եւ շատ մարդկանց մոտ գա այն գաղափարը, որ այնուամենայնիվ պետքա վերադառնալ, որովհետեւ կարծում եմ դա ճիշտը դա է Դե պետք է հնարավորությունները լինեն այնպեսի ցանկալի է որ գա այդ օրը որ իրոք մարդիկ մեծ բոլոր շատերն են ուզում իհարկե այսինքն պայմանները այնպեսի լինի որ իրոք կարողանան վերադառնալ եւ երգը հենց է դա վերադարձ Երևան այո դե ես կխնդրեմ դու պատրաստվես եթե կարելի է ահա քեզ խնդրեմ խոսափողը սիրելի հերոստատիտողներ մինչ Մարտին Ահարոնյան կպատրաստվի եւ կմիան, հա, միացավ արդեն։ Ես մինչ իհարկե կլսենք այս հրաշալի երգը, իդեպ կլսենք եւ տեսահոլովակը կդիտենք ընթացքում, որովհետեւ այնտեղ նայրան կերքի իր ես այն հետարքիրեն որ ես այն ձևի տեղը ես եմ ընտրել, որ այդ միշտ նկարում են այդ մոնումենտի բանի կողմից հակառակ Համարվանի Եղեռնի հուշարձանի այս կողմի բլուրների վրա են գնաց այդ կողմից ենք նկարահանել Երևանը։ Մենք կդիտենք տեսահոլովակը եւ այդտեղ Նայրան կերքի այդտեղ հա տեսահոլովակից կարծեմ Նայրան Մանուչարյանը կերքի արդեն տեսահոլովակից Այսպես տեսալովակի միջոցով իսկ արդեն Մարտին այստեղ կերքի բայց մինչ այդ սիրելի հերոստատիտողներ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր նախագծի գործընկերների մասին Armenian Evening նախագծի հոմանավորն է 911 Detox Center կազմակերպությունը եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել 911 Detox Center-ը կազմակերպություն է որը կօգնի ձեզ մասնագետները կվերադարձնեն լիարժեք կյանքի 409-9011 կազմակերպության հեռախոսահամարն է, որի միջոցով դուք կարող եք դիմել։ Մեր նախագծի գործընկերն է Armenian Maf Club-ը, եթե սիրում եք խաղալ մաֆիա, այս ակումբը ձեզ համար է։ Եթե պարզապես ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել, նույնպես Armenian Maf Club-ը ձեզ համար է։ Հեռախոսահամար 424 408 40 40։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ պատրաստ ենք։ Եվ այսպես սիրելի հերոստատիտողներ, եկեք վայելենք այս հրաշալի րոպեները Մարտին Ահարոնյան եւ Նայրա Մանուչարյան վերադարձ Երևան վայելենք այս հրաշալի երգը Թադևոս Տոնոյանի ուզում եմ նշել Անպայման այո խոսքը Թադևոս Տոնոյանի այ այսպես դե ինչ խնդրեմ Շնորհակալություն անչափ այս հրաշալի երգ հրաշալի կատարում Մարտին ջան Եվ շնորհակալ եմ իհարկե հրավերքս չմերժելու համար եւ կարծում եմ դեռ շատ առիթներ կունենանք հանդիպելու։ Ես էլի շնորհակալություն եմ հայտնում ձեր հեռուստաընկերությանը, միշտ իմ կողքին է եղել եւ տնօրինությանը, գիտեք ու նկատի ունեմ, որ միշտ աջակցում է
եւ հնարավորություն է տալիս Այո, եւ հանդիսատեսի հետ շփվելու։ այո, Տեսարանի շնորհակալ եմ։ հետ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի հրաշալի տրամադրությամբ ավարտում ենք այսօրվա Armenian Evening եւ իհարկե հրաշալի տրամադրությամբ ընդամենը կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center